Ես ուշադրությամբ հետևում եմ ձեր քարոզարշավը ու նաև տեսնում եմ իշխանության նարատիվները։ Իշխանության հիմնական նարատիվները պատտվում են այդ պատերազմի խաղաղության շուրջ, ու այս հարցի մասին ձեզ մի քանի անգամ տվել են, դուք կարճ պատասխան եք տվել, բայց հիմա մի քիչ ավելի լայն, եթե հնարավոր է, պատասխան տվեք։ Տեսեք, իշխանությունը ասում է մենք չկանք, մենք լինելու է պատերազմ։ Այսօր մինչև գալը կարդացի, որ իրենց ներկայացուցիչներից մեկը ասում էր, եթե մենք չենք վերընտրվում, անգամ թվեր են հնչեցնում 10,000 երեխա կսպանվի, կործանարար պատերազմ կլինի։ Այսինքն ակնհայտորեն հասարակության իրենք տալիս են այդ երկընտրանքը պատերազմ թե խաղաղություն։ Հիմա դուք ասում եք, եթե չի լինում Փաշինյանը, չի լինում նաև պատերազմ, հա։ Բացատրեք, խնդրում եմ, ինչպես է այդ գոնե կարճաժամկետ առումով, լավ, երկարաժամկետ առումով հասկանում եմ, ուժեղ տնտեսություն, չգիտեմ, երաշխավորված խաղաղություն, բայց գոնե կարճաժամկետ առումով ինչպես պիտի կարողանաք երաշխավորել, որպեսզի, ասենք, եթե Ադրբեջանը տեսնի օրինակ, որ իրենց համար այսպես ցանկալի իշխանությունը հեռանում է, չօգտվի այդ իրավիճակից ու այդ քաղաքական անցման շրջանից չօգտվի, եթե անշուշտ դուք հավաքեք ձայների մեծամասնություն կամ կոալիցիա։ Ընդհանրապես ում են ճնշում։ Ճնշում են քույլերին։ Դրանից է ամեն ինչ սկսվում։ Բոլոր պետություններն էլ միշտ հարձակվում են, երբ որ տեսնում են մյուս պետության ղեկավարը ճիշտ քաղաքականություն չի վարում, վախկոտ է, քույլ է, ոչինչի ընդունակ չի, ստախոս է։ Իսկ այս մարդը արդեն 3 անգամ ապացուցել է, որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է, որ ինքը վախկոտ է, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մնացած տեղերը ինքը ոչ մի ուժ չունի, բոլոր գերտերությունների հետ, գլխավոր դաշնակիցների հետ փչացրել է հարաբերությունները, ոչ մի տեղից աջակցության սպասելիք չունի, իսկ մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ մենք մենակ պետք է պայքարենք բոլորի դեմ, նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, խաբում է մեր ժողովրդին, մենք պետք է դա հասկանանք, արդեն ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա, նա բերում է չարիք մեր երկրի գլխին, 300,000 ադրբեջանցիներ է բերում մեր երկրի գլխին,